Հա։ Շնորհակալություն պարոն վարչապետ, գործում ես մեջ վերեց անձնավորի խոսքից մի հատված, բայց կարելի է նաև համատեղ թե որտեղ է իջել այդ հայտարարությունը, Однако это символично, չէ՞։ Չի եզրափակվել անդրադառնալով հունիսի 7-ի ընտրություններին, նաև նշել էր, որ ամեն ոք իր տեղում պետք է ամեն ինչ անի, որովհետեւ դուք չվերականգնեք հունիսի 7-ին, պաշտոնավարման ամեն օր հայտարարություն է հայ ժողովրդի եւ հայրուսական հարաբերությունների առումով, եւ որ դուք վաճառում եք Հայաստանի շահը եւ այլն։ Բայց գալով հանրային մթնոլորտի առողջացման թեմային եւ եկեղեցուն, ուզում եմ հարցնել պարոն վարչապետ, բարենորոգման գործընթացը, որը նախաձեռնվել է, կարծեք տաճարի պատերից ներս չի թափանցում, հանրօգնարարություն անհաղորդ է ձեր առաջարկին, ավելին գործընթացի միացած հոգեվորականները, որ ասում են ըստ իրադրատներ։ Ուզում եմ ճշտել պարոն վարչապետ, Գարեգին Լեհին հանդեսի կոչել գործընթացը ձեր հաշվարկով, եթե տեղի ունենալու, ինչ ամսում, արդյոք մինչև ընտրություններ տեսակերկարատև գործընթաց է։ Ձեր թույլտվությամբ այս համատեքստում մի հարց է, նախորդին հրապարակվեց նամակ, որը ստորագրել են հայ ազգի հայտնի գործիչներ, մասնավորապես Լուբար Աֆրոյանը, Վաչե Մանուկյանը, Էնթոնի Բարսամյանը։ Նամակում ակնհայտ դժգոհություն եւ առարկություն կա եկեղեցու շուրջ ունեցող գործընթացի վերաբերյալ։ Եկեղեցու ղեկավարության վրա հետևական հարձակումները եւ դրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները ուղղակի սպառնալիք են հանդիսանում աշխարհի բոլոր հայերի համար, ովքեր ապավինում են եկեղեցուն հոգեվոր սպասարկման համար, մասնավորապես աստվածային նամակ։ Ես նախ ասեմ, լրիվ ուզում եք կարդակ։ Բարեկամները իրազեկված չեն գործընթացի իրական նպատակի մասին։ Գիտեք, ինձ թվում է դուք իրազեկված չեք գործընթացի իրական նպատակներեք, որ տենց եմ ասում։ Դուք բոլորդ իրազեկված չեք, որովհետև ես կարծում եմ, որ գնալով ավելի ու ավելի է լրջանում այն տեղեկատվությունը, որ իրականում Հայաստանից դուրս եպիսկոպոսած ժողով հրավիրելու եւ այս process-ների խորքային նախաձեռնությունը Հայաստանյան ծառայքելական Սուրբ եկեղեցու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է եւ որոշ ուժերի ձեռքում մարիոնետային կաթողիկոսության այդ հանգամանք ուժեղացնելը եւ որպես Հայաստանի դեմ գործիք օգտագործելը։ Սեք 374 թվի մասին որ խոսում է, այդ ամեն ինչ իրականում կապ ունի։ Իմիջիալոց ասեմ, կարող է մի քիչ բան թվա, տենց շատ խորհրդավոր եւ միստիկ թվա, բայց այս պատմությունը հարգելի գործընկերներ, դա ոչ 2 տարվա, ոչ 10 տարվա, ոչ 20 տարվա, ոչ նույնիսկ 50 տարվա պատմություն չէ։ Սա մի պատմություն է, որ ունի մի քանի հանգրվաններ, այդ հանգրվաններից մեկը 374 թվականն է, այդ հանգրվաններից մեկը 1878 թվականն է Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ կետը, Բերլինի կոնֆերանսի 61-րդ կետը եւ այլն, այսինքն ստեղ մենք իրականում պատմական ժամանակաշրջանում ենք ապրում եւ շատ կարեւոր է ընդգծել, որ մենք այսօր արդեն 2026 թվականի փետրվարի 13-ին Տիառն ընդառաջի օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքը փոխել ենք եւ այն ինչ որ տեղի ունենում հետ փոխելու մասին է խոսքը։ Հիմա դուք երբ որ գնաք, ասենք օրինակ Առաքել Դավրիժեցու պատմությունը կարդաք, կտեսնեք թե ոնց էին այնտեղ կաթողիկոսական աթոռները գողանում, ստեղից տանում, ընդեղից տանում, ստեղից այս մեկը ծախում էր այն մեկին, այն մեկը ծախում էր այն մեկին, եւ ես ասում եմ, ուզում եմ զգուշացնել նաեւ Սփյուռքի որոշ ներկայացուցիչների, որ այս դավադիր պլանում ներգրավելը արդեն լրջորեն խաթարում է Հայաստանի պետական անվտանգությունը եւ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում դիտորդի նման հետեւել։
հակազդեցություն է լինելու եւ շատ կոշտ հակազդեցություն է լինելու եւ ասենք բարերարների այս վերջերս մանա գնում, հա, բարերարների դիմակի ներքո թաքնված բաները, Էջմիածնի գանձերի հետևից ընկածները, կներեք էթիկայի կանոնների սահմաններում ասեմ, որ Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքը ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ, Հայաստանի Հանրապետությանը հասու բոլոր միջոցներով։ Այս պատմությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելն է եւ ես դա թույլ չեմ տալու։ Թույլ չեմ տալու։ Եթե դրա համար պետք է լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկվել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ։ Այդ մարդկանց նպատակը կաթողիկոսությունը Հայաստանից հանելն է։ Էջմիածնի գանձերի հետ միասին։ Մենք դա թույլ չենք տալու։ Կոնկրետ ովքեր ստորագրել են այդ նպատակի մեջ են։ Եվ ես ասում եմ, որպես մի մարդ, որ իրանցից մի մասի հետ վերջին շրջանում շփումներ ունեցել է եւ մենք ունենք ծառայություններ, որոնք տիրապետում են շարժերին, նպատակներին, պլաններին, քննարկումներին։ Չի լինելու։ Թռնեն վերև, իջնեն ներքև, չի լինելու։ Հանգիստը դե ամառը հանգստի սեզոնը կարան։ Այդ հանգստի բաներ կարան, այդ ինչա բաներ ուղեգներ կարան ձեռք բերեն հանգստի, բայց դրա համար գիտեն ինչը պիտի ազատեն, որպեսզի հանգստի ուղեգիր ձեռք բերեն։